2025 թվականի ամռանը Հայաստանից արտագնահողությունների հարցում ամենապահանջված ուղղությունը դարձյալ Եվրոպան է։ Արմլուրի հետ զրույցում, ինչպես տեղեկացնում է ավիատոմսերի վաճառքով զբաղվող մենեջերը, հայաստանցիները նախընտրում են այն երկիրները, որտեղ հնարավոր է մեկնել հանգստի ամբողջական փաթեթով, ներառյալ վիզա աջակցություն, ավիատոմսեր, հյուրանոց, տրանսֆեր եւ նաեւ ճաշի տոմսերը։ Հայերը հիմնականում նախընտրում են լիարժեք փաթեթներ, սակայն լինում են դեպքեր, երբ միայն ավիատոմս կամ հյուրանոց են ամրագրում։ Ամենից շատը հիմա գնում են Կիպրոս, Մոնտենեգրո, Հունաստանի կղզիներ՝ Կրետե, Ռոդոս, ինչպես նաև Իտալիա, Ֆրանսիա, Բարսելոնա, Սիցիլիա, Սաուդիա, Լոնդոն, Դուբայ, Աբու Դաբի, Եգիպտոս են գնում, բայց շոգ եղանակի պատճառով վերջերս պահանջարկը նվազել է։ Ավիատոմսերի գնային սանդղակն այս պահին բավական փոփոխական է։ Հաշվարկը արվում է ըստ պահանջի, սակայն ըստ մասնագետների հանգստի փաթեթները սկսվում են մոտ 2000 եվրոից 4 անձի համար։ Ընտանիքի ամբողջական փաթեթը ըստ գնահատման կարող է հասնել 9-ից 10,000 եվրոյի, անգամ եղել են դեպքեր, որ արժեքները հասել են 20,000 եվրոյի, իսկ որակյալ հանգստի համար պահանջվող նվազագույն բյուջեն կազմում է շուրջ 5-ից 6,000 եվրո։ Նույնիսկ ձմռանից սկսած ամրագրումներ ենք ունեցել ամառվա համար, քանի որ այդ դեպքում ավելի մատչելի է լինում, հեշտությամբ հասանելի են լինում լավ տեղերը, նշում է մասնագետը։ Ըստ տուրիստական գործակալությունների արտագնահողությունների նկատմամբ հետաքրքրությունները տարեցտարի աճում են, հատկապես դեպի արևոտ, ափամերձ եւ մշակութային հանգիստ առաջարկող եվրոպական ուղղությունները։